Ողջույն հարգարժան մեծեր։ Մեր հեռուստատեսային ողջունները հղում ենք պատանիներին եւ փոքրիկներին։ Ինչպես միշտ, եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Ձեզ հետ են Ավետ Ավետիսյանը եւ Ոսկան Ոսկանյանը։ Այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք բջջային հեռախոսների եւ համակարգչային խաղերի դրական եւ բացասական կողմերի մասին։ Եվ մեր փոքրիկ խորհուրդներով ցանկանում ենք պիտանի լինել մեր հասակակիցներին եւ հատկապես երեխաներին։ Սկզբնական խոսենք բջջային հեռախոսների մասին եւ միասին կպարզենք նրանց դերը երեխաների շրջանում։ Նախ եւ առաջ, բջջային հեռախոս շատ օգտագործելու դեպքում դուք կվնասեք ձեր առողջությունը։ Ձեռք կբերեք տարբեր հիվանդություններ, գլխացավեր, աչքերի հոգնածություն, տեսողության կորուստ, սթրեսներ եւ այլն։ Առաջին հայացքից բջջային հեռախոսները երեխաների համար համարվում է կախարդական լապտեր, որը կատարում է նրանց ցանկությունները։ Առաջ է գալիս համար 1 թշնամին՝ ծուլությունը։ Երեխան այլևս չի օգտագործում իր մտավոր կարողությունները, ինչպիսիք են թվեր հաշվելը, տեղեկության որոնումը, քանի որ նրանք հույսը դնում են հեռախոսի վրա, իրենց հմտությունները զարգացնելու փոխարեն։ Եկեք խոսենք նաև ոչ առողջական վնասների մասին։ Մեծանում է այն երեխաների թիվը, որ օգտագործում են իրենց հեռախոսները հասակակիցների հանդեպ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար։ Վիճաբանությունները կարող է լինել անարդար դպրոցում եւ նույնիսկ նրանց սեփական տան սենյակում հաղորդագրությունների շնորհիվ։ Սիրելի ծնողներ, եթե ձեր երեխան այդպիսի վիճաբանությունների մեջ է հայտնվել, այդ խնդրի մասին անմիջապես հայտնեք ձեր հեռախոսային ծառայությունների մատակարարին կամ ուղղակի փոխեք նրա հեռախոսահամարը։ Մինչդեռ ծնողները բջջային հեռախոսը համարում են գործիք, երեխաների համար այն հասարակական կյանքի ու զվարճալիքների անբաժան մասն է։ Սիրելի ծնողներ, եղեք զգոն եւ ուշադիր ձեր երեխաների գործողություններին, հատկապես երբ նրանք զբաղված են հեռախոսներով կամ համակարգչային խաղերով։ Հա, մի երկու խորհուրդ էլ համակարգչային խաղերի մասին։ Եթե առօրյա խաղերը օգնում են նախապատրաստվել կյանքին, ապա համակարգչային խաղերը հակառակ ազդեցությունն են ունենում, այսինքն ավելի շատ կտրում են իրական կյանքից եւ ավելի դժվարացնում են ադապտացիան իրական կյանքին։ Երեխան խաղում է համակարգչով, քանի որ իրական կյանքում զգում է ձանձրույթ։ Այդ ձանձրույթի պատճառներից մեկը կարող է լինել ծնողական վերահսկողությունը։ Այսինքն, երեխայի կյանքը պլանավորված է ծնողների կողմից եւ նա չունի ազատ ժամանակ, սակայն երբ նա նստում է համակարգչի առաջ, նրա մոտ պատրանք է առաջանում, թե նա ազատվել է վերահսկողությունից եւ կարող է անել այն, ինչ ուզում է։ Վերահսկողությունից փախուստի շատ լավ միջոց։ Գոյություն ունի խաղերի տեսակների դիագնոստիկ նշանակություն։ Այսինքն, եթե մենք ուզում ենք հասկանալ եւ օգնել երեխային, շատ կարեւոր է իմանալ, թե ինչ խաղ է նա խաղում։ Խաղեր կան, որոնք բավարարում են նրանց ազատությունը։ Օրինակ, եթե երեխան ագրեսիվ խաղեր է խաղում 15 րոպե, նա պարզապես բավարարում է իր ցանկությունը։ Բայց եթե անընդհատ եւ երկար ժամանակ, արդյունքը ագրեսիվ բնավորության ձեռքբերումն է։ Կարճ ասած, իրական մարդկանց հետ շփվելը, բակային խաղերը, ճամփորդությունները, գիրք կարդալը, բնության գրկում զբոսնելը, ահա սրանք են այն դեղամիջոցները, որոնք հեռու կպահեն ձեր երեխաներին գոնե մի առժամանակ կործանարար եւ վնասակար սովորություններից։ Ափսոս, որ մեր եթերաժամը մոտենում է ավարտին։ Խորհուրդ տալու շատ բաներ կան, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Իհարկե, Ծուր թատրոնի անունից։ Մենք էլ ենք հետևում այս խորհուրդներին։ Բջջային հեռախոսներով եւ համակարգչային խաղերով զբաղվելու փոխարեն այցելում ենք Ծուր թատրոն մանկապատանեկան թատերական ստուդիա։ Ստեղծագործում ենք, պատրաստում ներկայացումներ, հեռուստահաղորդումներ։ Այն իսկապես մեզ օգնում է նախապատրաստվել իրական կյանքին եւ ապագա մարտահրավերներին։ Եթերում Ծուր թատրոնի ուղիղ խորհուրդներն էին։ Իրական եւ վիրտուալ աշխարհի մասին ձեզ հետ խոսեցին Ավետ Ավետիսյանը եւ բնություն շատ սիրող իմ ընկեր Ոսկան Ոսկանյանը։ Խաղաղօր ձեզ։ Մինչ նոր հանդիպում։